Ողջունում եմ բոլորին, հուսամ լավ եք հայր ջան, ուզենայի խոսել մի կարևոր, շատ կարևոր ըստ ինձ թեմայից, որը որ անընդհատ շատ հաճախակի ես խոսալու եմ և հիշացնելու եմ և պատմելու եմ այն ինչը որ ես զգում ու տեսնում եմ, այն ինչը որ կատարվեց մեր երկրի հետ, այն սյուժեն, այն կադրը, որը որ ուզեցան նախկինները խաղան ներկա իշխանության կամ ներկա կառավարության, գլխին, որը որ իրանց մոտ այդքան էլ չստացվեց սցենարիստը, այդքան էլ լավը չէր սենց ասեմ, դե պարզ է, չնայած մենք ուզում էի փնովեի Armenia TV սցենարիստների, ասենք, սիտկոմների կամ հաղորդումների, բայց չէ, ստացված սցենարներ իրանք ունեն, բայց այս մի սցենարը իրանց մոտ չստացվեց, ինչի մասին է խոսքը, այն որ նոյեմբերի 9-ին ստորագրելուց հետո իրանք մտան թե կառավարության շենք, թե ազգային ժողովի շենք ջարդելով, որ այն մտքով, այն գաղափարով, որ հայ ժողովուրդը պետք է միանա իրանք հեսա էլի նույն ձևով ոնց որ եկել է Նիկոլ Փաշինյանը ժողովրդի միջոցով կհեռացնեն, իրանք արդեն պարզ ճակատով հրեշտակի թևերով կգան իրանց աթոռին կնստեն, բայց ի ուրախություն մեզ, ի ուրախություն հայ ժողովրդի, չնայած այդքան ցավերի ու բանի մեջ անցնելով, դա տեղի չունեցավ։ Ուրեմն ինչի մասին է խոսքը, ժողովուրդ ջան, ասեմ ձեզ, որ մենք ունեցել ենք հոկտեմբերի 27, մենք ունեցել ենք մարտի 1, այդ արունախում ու ռուսական մի հատ խոսք է, բեսպրիձևշիկ, որ իրանց համար ոչ մի բան էական չի, կարևորը իրանց թալանն է, կարևորը իրանց աթոռն է, հոկտեմբերի 27 մարտի 1 ու նմանատիպ ասենք սպանություններ, բաներ արած, գործած իշխանությունը կարող է մի քիչ կոպիտ հնչի ու կարող է չէ հաստատ կոպիտ կհնչի, ուզում է 100 Նիկոլ Փաշինյան էլ Գյումրիից ելնի, էլ Մոսկվայից ելնի, էլ Լոսից ելնի, ուր ուզում էր ոտով գար, իրանք չէին տա իշխանություն, իրականությանը մի քիչ պարզ նայենք, ճիշտը նայենք, ոչ մեկ չէր տա, այսինքն ինչի Սերժ Սարգսյանը կանգնեց ու ասեց Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, որովհետև իրանց տենց էր պետք, որովհետև ժամանակն էր, որ կներեք, ժամանակն էր, որ Ադրբեջանին վերադարձվեր այն օկուպացված, այսպես ասած, հողերը, որոնք որ 91-ին չնայած ինչ օկուպացված, մենք դրա համար կռիվ ենք տվել, մենք դրա համար արուն ենք թափել, զոհեր ենք տվել, բայց արի ուտես, որ Հայաստանը միշտ հեռու է մնացել գաղափարից, որ Արցախը միացնի Հայաստանի կամ Արցախը ճանաչի որպես անկախ պետություն, հեռու է մնացել, զերծ է մնացել այդ գաղափարից, որովհետև ըստ ինձ հրամանը Ռուսաստանից տենց է եղել, ինչ Արցախ, ինչ Հայաստան, ինչի մասին է խոսքը, դա խաղալու այո, իրանց պետք էր այդ օղակը Արցախ հասկացողությունը, որ իրանց կեղտոտ խաղերը և թե գումարի առումով, թե վախի առումով, թե մարդկանց մանիպուլացնելու առումով ամեն ձև կարանային իշխեին, կառավարեին և ցույց տային ժողովրդին, թե ինչ վիճակում, ինչ ծանր վիճակում ենք մենք։ Սրա մասին, հայր ջան, պետք է խոսվի, որ ասեն ներկա կառավարությունը, ներկա իշխանությունը իդեալական ամեն ինչ չէ, ես էլ ինքս կուսակցության անդամ լինելով, ինքս շատ բարեփոխումներին մասնակցելով, այո, կան թերություններ, կան պրոբլեմներ, կան կուսակիցներ, որոնք որ
նախկինի կոպիտ ասած աջակից են, բայց անունով մեր կուսակից են, որովհետև թե իրանց վատ գործով, թե իրանց ինֆորմացիայի փոխանցելով, մեր դատական համակարգը, օրինակ շատ ժամանակ ես ինքս էլ մեր ղեկավարությանը ասում եմ ինչի, որովհետև ժողովրդի հետ խոսում ես, բոլորն է դա են ասում, ինքս էլ եմ գիտակցում, հա, ինչի, միջև հիմա նստած չեն այդ կեղտ արարածները, ինչի միջև հիմա նստած չեն Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան և իր շղթայական, ասենք, հանցախումբը, բայց նաև գիտակցում եմ, որ դատական համակարգը դա իշխանության Նիկոլ Փաշինյանը չի, դատական համակարգը դա ժողովուրդը չի, դա մի կառույց է, որտեղ որ աշխատում են և դատավորներ, դատախազներ և մնացած, որոնք որ ըստ ինձ մեծամասնությամբ հələ նախկինից մնացել են, իսկ ունենք մենք այսօր կադրային ռեսուրս, որ կարողանանք այդ ամենը փոխել և նվիրված հայ հասկացողություն կերպարին նշանակել, իմ կարծիքով չէ։ Այն խոսույթը, որ ազգային ժողովում ասվեց 2-3-4 տարի էր մեզի պետք է ունենալ այն կառույցը, հակակոռուպցիոնի հետ կապված այն դատական պրոցեսը սկսելուն, որ արդեն պահանջում են Ռոբերտ Քոչարյանից իհարկե ծիծաղալու թիվ 200 միլիոն դոլար, ինչ 200 միլիոն դոլարի մասին է խոսքը, երբ որ ինքը 10 տարի կամ չգիտեմ 20 տարի թալանել է երկիրը, ոնց կարացել է, ու իդեպ շատ լավ մի հատ օրինակ բերվեց քաղաքապետարանի կողմից, Լևոն Հովհաննիսյանի կողմից, որ ցույց տրվեց, իհարկե դա բոլորս է գիտեինք, բայց ցույց տրվեց այն ցուցակը, թե ինչ մանկապարտեզների մասին է մենակ խոսքը, այն հողերը և մնացած կառույցների մասին չի, մենակ մանկապարտեզների, որոնք որ օտարվել, ծախվել, լապվել, բարեկամներին կամ մեջ է արվել ու տրվել է փողի դիմաց, ասենք X մարդու։ Ես անձամբ տեսել եմ լիքը մանկապարտեզներ, որ կեսը տուն է արդեն դարել, կեսը ինչ-որ մեկի համար, չգիտեմ, ինչ-որ շինություն է դարել, գոմ է դարել, գարաժ է դարել, կամ չգիտեմ ինչ է դարել։ Իսկ այսօրվա դրությամբ լիքը մանկապարտեզներ բարեկարգվում են, վերանորոգվում են, վերակառուցվում են։ Այո, ես ասել եմ ու էլի կասեմ, ես շատ ուրախ կլինեմ, որ մեր քաղաքացիները, հենց մենք հայերս հետևողական լինենք, ուշադիր լինենք այդ ամեն ինչին։ Եթե տեսնում ենք ինչ-որ մի թերություն, ինչ-որ մի սխալ գիծ, բարձրաձայնենք, տեր ելնենք մենք, որովհետև մեր փողերով այդ ամեն ինչը կառուցվում։ Մեր փողերով է երկիրը հզորանում։ Այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը չհամադանով կամ մեծ գումարով եկավ իշխանության ղեկին, որ լավ գործեր անի, ասեն տեսեք Նիկոլ Փաշինյան։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի կողմից ընտրված վարչապետ է, որը որ կառավարում է այդ համակարգը։ Լավ է կառավարում, վատ է կառավարում, դա մենք բոլորս տեսնում ենք։ Այդ բարեփոխումները, այդ ծավալի աշխատանքները, այո, ունենք լիքը բողոքելու տեղ, թե դատական համակարգում, թե ասենք ինչքան է ցավալի լինի դա գիտակցել մարդու խոսքի, ազատության, որը որ առաջով իր կարար մի հատ ինչ-որ բան ասեր իշխանության, ղեկավարությանը։ Հաստատ մի շաբաթ հետո կամ մի քանի ժամ հետո պատժեցնում կամ չգիտեմ ինչ-որ մի սրճարանի զուգարանում գտնեին։ Նաև կուզենայի փաստեի մի շատ կարևոր հանգամանք, ժողովուրդ ջան, որ նախկինում օրինակ բանակում, եթե ոչ ամեն օր, օրը մեջ հայտարարում էին, որ զինվորը սպանվեց հակառակորդի
կրակոցից կամ սենց, այսինքն օրը մեջ կամ 2-3 օրը մենք զոհ ունեինք զինվորի։ Բա ուրա հիմա չկա։ Կարող է մի փոքր ավելի այնպեսի մի դիվանագիտական հարաբերություն ստեղծել, որ էլ չեն կրակում։ Նաև կարող է, որ շատ դեպքերում ես համոզված եմ, էդի ադրբեջանցին չէր կրակում, իրար մեջ ինչ-որ մի պրոբլեմ էր լինում, բայց փողի դիմաց արիտես ախպեր փողը բեր տուր, կասենք ադրբեջանցին խփեց։ Դրանից է հեշտ բան։ Բայց այսօր չունենք այդ պատկերը։ Այո, վերջի կրակոցները ադրբեջանցու, ես հիշում եմ, որ ապրիլի 23-ին, թե 24-ին, որ Ադրբեջանի դրոշ ու Թուրքիայի դրոշ վառելով, մարդիկ իրանց տաղա զգալով, հայրենասեր զգալով դրոշ վառելով, ադրբեջանցին մի փոքր, իհարկե, կարա վերևից է հրամանելներ, կարող զինվոր է, տեսնում այդ ամեն ինչը, որ իրա դրոշը, իրա կոպիտ ասած սրբությունը վառում են, երկու պատրոն էլ թողեց, բայց վառողները դրանով ինչ ստացան։ Ժողովուրդ ջան, կներեք, իրոքից երկար ստացվեց, բայց էլի եմ ասում, ես այն թեմանա, որ միշտ պետք է խոսացվի, այս թեմայով միշտ պետք է ասվի, միշտ պետք է միասնական ելնենք, գիտակից ելնենք, թե ինչից ենք պրծե, անկեղծ ինչից ենք պրծե ու ինչ ունենք հիմա։ Որը որ էլ գնալով ես համոզված եմ, ավելի լավը լինելու։ Իսկ Աստված չանի, այն ամենավատ երազի նման, եթե նախկինները վերադարձան, այն ինչը որ ունեցել ենք 18-ից առաջ, հավատացեք դրանից 10 անգամ ավելի վատ է լինելու։ Դա հաստատ իմացեք, ես համոզված եմ, ոչ մի կասկած չունեմ, լավ եղեք, հաջողություն։